Եթե իրենք ապացույցներ չեն ներկայացնում եւ չեն հերքում այդ մեղադրանքները, կամ չեն կարող ՀՊ-ն խոսալու նյութ է ստանում։ Այո, ասածը sense դա է։ Եթե վաղուց իրենք հերքած լինեին, այս պատմությունը այսքան չէ շարունակվի։ Այ ինչու չեն հերքում, եկեք դա հասկանանք, պարոն Ասլանյան։ Ես չեմ կարող դա։ Դա կարելի է, այդ հարցը կարելի է Գարեգին երկրորդին տալ։ Ցավոք իմ արչև նստածը Գարեգին երկրորդը չի, պարոն Ասլանյան։ Իսկ կարող է վերջում պարզվի Փաշինյանը ճիշտ էր։ Եթե նույնիսկ ճիշտ էր, ինչ։ Ինչ։ Դե մեղադրանքներ է հղել, ուրեմն մեղադրանքները ճիշտ էր ստացվում է։ Ենթադրենք ճիշտ է, ինչ։ Դե ասում է ազատագրում եմ եկեղեցին այն պղծած անձանցից։ Այո։ Այդպես է ասում Փաշինյանը։ Իսկ որտեղից է գտնելու չպղծած հոգևորականների։ Չունենք այդպիսի հոգևորականներ, 90, ես կարող եմ ասել, որ 99%-ով չեմ հավատում։ Չունենք չպղծված հոգևորականներ։ 99%-ով հավատում եք, որ չունենք։ Ճիշտ հասկացա, պարոն Ասլանյան։ Ես դա իմ կարծիքն է, ես գտնում եմ, որ ոնց ասեմ, Դուք ավելի ծանր մեղադրանք առաջադրեցիք եկեղեցականներին, քան Փաշինյանը, հասկացանք, չէ՞, պարոն Ասլանյան։ Այո, բայց ես այդպես եմ մտածում, բայց ես այդպես չեմ գործում, հրամայում։ Դա իմ ներքին համոզմունքն է, որովհետև ապրելով այսքան երկար տարիներ, ես եւ շփվելով այսպես կոչված տարբեր հոգևորականների հետ, ես տեսել եմ այդ բոլորը։